այսօրվա իշխանությունների միակ հենարանը եղել եւ մնում են նախկինները։ Այսօրվա իշխանությունը եկել է իշխանության ասելով, որ մերժեք նախկիններին եւ ստացել է մանդատ, հետագայում ասել է, որ տվեք ինձ երկաթե մանդատ, ես պատժեմ նախկիններին, այսօր ասում է, որ ես չլինեմ, նախկիններն են գալու։ Եվ այս ջաղացին ջուր են լցնում նախկինները, պատրաստվելով հերթական ընտրություններին եւ պատրաստվելով հերթական սև ու սպիտակ քաղաքական դաշտը ձևավորելու, ամեն ինչով նախկինները աջակցում են այս իշխանություններին, ցույց տալով իրենց, որ իրենք կան, որպեսզի իշխանությունները կարողանան հանրության ասեն, տեսեք, մենք չլինենք, նախկիններն են գալու։ Մյուս կողմից նախկինները իրենց հերթին, ներկաները իրենց հերթին չեն իրականացնում լյուստրացիա, չեն բացում գաղտնի արխիվները, ինչի արդյունքում նախկինները հանգիստ նստած են ազգային ժողովում եւ այս նմանատիպ կլոունադան կարող են կազմակերպել։ Այսինքն մենք տեսնում ենք հերթական սև ու սպիտակ խաղի, սև ու սպիտակ քաղաքական դաշտ խաղալու գործընթաց։ Փաստացի ստացվելու է, որ 2026-ին մենք ունենալու ենք նույն պատկերով խորհրդարան, այսինքն այս համագործակցությունը բերելու է նույն պատկերով խորհրդարանի եւ եթե գործընթացները հասնեն 2026 թվականի ընտրություններին, եթե այդ ընտրությունները կայանան, ապա այո, մենք այսօր տեսնում ենք, որ թե սևերը, թե սպիտակները նորից առաջ են տանում սև ու սպիտակ քաղաքական դաշտ, շատ ուղիղ տեքստով ասելով, իրենց հարցազրույցները դրա վկան են երկու կողմն էլ, որ կամ մենք ենք, կամ նախկիններն են, կամ ներկաներն են։ Այսինքն միանշանակ է, որ քաղաքական դաշտը ոչ բնական ձևով պահվելու է սև ու սպիտակ դաշտում, նրանք ամբողջ մեդիան ուզուրպացրել են, ամբողջ մեդիան այսինքն հեռարձակվող մեդիան եթեր հեռարձակվող մեդիան գտնվում է իրենց ձեռքում եւ այդ լծակի միջոցով նրանք հանրությանը համոզել եւ շարունակում են համոզել, որ արկա է սև ու սպիտակ քաղաքական դաշտ, չկա որևիցե երրորդ, որևիցե այլ խաղացող եւ կամ սևերն են կամ սպիտակներն են, իսկ իրականում սև ու սպիտակ քաղաքական դաշտը կամ չէ, եւ է, այսինքն եւ սևերն են անցնում ազգային ժողով եւ սպիտակներն են։ Եվ նրանք